Ախր Ֆայնա Ռանևսկայան շատ իմ սիրում, ես այդ կնոջի այնքան ճիշտ է խոսում։ Ասում է, երեք ես տանը նայում էի իմ թաղման այն բաներին, առարկաներին, որոնք պետք են, իմ օրդենները, իմ մեդալները, իմ գովասանագրերը, որոնք բանի առաջով տանում են, չէ, դագաղի առաջով, ընդամենը էտ են, ընդամենը, սուտը չեմ սիրում, այս սուտը, պաթոսը չեմ սիրում են, որ ձեզ այնքան շատ են քննադատում, ինչ ասում եք քննադատում են, ամեն ինտերվյուից հետո քննադատում են ձեզ, ասում են մտավորականը սենց, մտավորականը ոնց պիտի լինի, ինչպես պիտի լինի։ Բա ես խոսում եմ, որ ինձ քննադատեն, թե չէ որ չքննադատեն ումն է պետք, մոռացան կմատնվեմ, թող շատ քննադատեն։ Հատուկ սադրում եք, այսինքն, հատուկ եք սադրում։ Իհարկե։ Օրինակ Հիմա մի բան ասեմ, որ շատ ժողովուրդը նենց կատաղելու, որ չեմ ասեք, որ շատ կատաղելու են, կմոնտաժը։ Ինձ համար մարդկությունը, տևյալ դեպքում հայ ազգը, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդկությունը, բաժանվում է 3 կատեգորիաների։ Ցածրագույնը ազգաբնակչությունն է։ Այդ գիտես, որ նա ինչ լուսամուտներ, կիսաբաց լուսամուտներ, Այն որ շատ լուրջ դուրս են գալի բիտինգների բան, Ղարաբաղը մերն է, չմանում ինչը ումն է, անգրագետ, երկրորդը ժողովուրդն է, ավելի և այսպես և այնպես։ Գոնե կասկած ունի, որ սովորելու բան կա։ Անալիզա գոնե անում ինչա կատարվում, ոչ թե հենց ընեց խոսում։ Եվ ամենաբարձրը, որը ես ինձ չեմ համարում դրանց մեջ, ազգն է։ Այ ազգը, դա Փարաջանովը, ազգը դա Վիկտոր Համբարձումյանը, ազգը դա Մինաս Ավետիսյանը։ Քանի տոկոսն է, պարոն Ծատուրյան։ 1, 2, 5։ Հա, երիկա այդքան չի կարող շատ լինի, իսկ Լեհաստանում ով է, Շոպեն, հա։ Ով է եղել։ Կան բան, Թուրքիայում էլ նույնիսկ կան տենց արկայցումներ են դրանք շատ չեն կարող լինել, բայց դա է ազգը։ Պարոն Ծատուրյան, 80 անցում դուք ձեր միտքը պայծառ պահել եք, ես տեսնում եմ, մենք զրուցում ենք, միտքը պայծառ է, դուք դա համարում եք երիտասարդների հետ աշխատանքի, նաև գիտեմ, որ դասավանդում եք, այս պահին էլ աշխատում եք, դրա հետևանքը չասենք, արդյունքն է, շատ եք կարդում, երաժշտությունը, բայց հիշողությունը խայտառակ է։ Ահա վրա գնում այդ հիշողությունը, կորում է։ Իսկ ինչ վերաբերում է ջահելներին, հա, ես չեմ աշխատում, որտեղ ահագին բան եմ սովորում իրանցից։ Ինձ ասում են, դու ես սովորացնում, ես սովորացնում, բայց սովորում եմ, որովհետև ժամանակները փոխվում են, առաջ են գնում, իսկ մենք մնում ենք մեր ժամանակի մեջ, վերջի գնացքի վերջի վագոններում։ Մի քիչ պիտի առաջ գնալ, մի քիչ տամբուրներով անցնել, գալ, եւ նրանք ինձ ստիպում են, որտեվ այն որ ասում է մեր ժամանակվա ջահելությունն ուրիշ էր, ոչ մանա ուրիշ չէ, մենք էլ էինք ջահել, դրա համար ենք դա հիշում, բան։ Այսօրվանն էլ եւ լավը կա եւ վատը կա։ Ամենադեպս իմ ուսանողները ես հիմա բան եմ հեռակայում եմ դաս տալիս, մարդիկ արդեն աշխատում են ամել եւ շատ ավելի բան են, ոնց ասեմ, ավելի հասուն են, որտեղ աշխատում են, փող են աշխատում, սովորում են, բան, մի խոսքով։ Եվ տեսնում են, որ կան մեջները շատ լավերը եւ կան շատ լավերից ինչ եք սովորում, պարոն Ծատուրյան։ Ռեժիսորական կուրսը եւ շատ པարզ իրանց ասում աղջիկ ջան, դու արի թողել ես գործը, քեզ համար եմ ասում, ինձ համար ինչ է, չկաս դու ես գործում։ Բայց կնեղանամ, պարոն Ծատուրյան, ժամանակակից մանկավարժությունը, բան, ասում եմ, որ պիտի խրախուսես։ Եկել եմ ստեղ եմ հասել, որ չնեղացնեմ էլ, պիտի նեղացնեմ էլ։ Դարձողը կդառնա։ Սուտ բարությունն է, զզվելի բանը։ Պետք է չար լինել, պետք է շատ փաստարկված երևի։
Ռեալ։ Օրինակ ես սուտը չեմ սիրում, ինչի ստեմ։ Սուտը գիտես ինչա վախկոտության նշան է, երբ որ մարդ վախկոտը ստում է, որ տակից դուրս գա, ես երբեք չեմ ստում, իմաց համար կարևորը ճիշտը ինչն է, մարդը չի, բնությունն է, այդ դա ճիշտն է, և հիմա էլ պայքարում է մարդկության դեմ լավ անում, որտեղ մարդկությունն է բնության հերն ուզում անցի, չի ստացվի։ Հագին անիծել է։ Ինչից եք վախենում։ Ինչից եք վախենում, պարոն Ծատուրյան։ Մահից չեն վախենում, կյանքից չեն վախենում, կանանցից են վախենում։ Ոնց վախենում ենք։ Չէ, վախենում են իմաստով, որ նրանց դժվար է հասկանալ։ Քուշակելը, հասկանալը, շատ բան են։ Դա էլ մի քիչ խատակի իմաստով եմ ասում, որտեղ Մեր Երևանի խելահեղ երթևեկության մեջ ոնց է կողմնորոշում, դուք ձեր մեքենայով վարելով եկաք, դժվար է վարորդ լինելը 80 անցում, հաստատ ազդանշան կտան։ Հա, տալիս եմ, բա ինչ են անում, որտեղ ես դանդաղ եմ քշում, արագ չեմ էլ կարող, ես ինչ վարորդ։ Չնայած առաջ գնում էի, հասնում էի Գյումրի, հետ էի գալի, բավական հաճախ։ Դե հիմա էլ արդեն էլ չէ էլի, բարձրանում էի պրոսպեկտով ու պետք է ուղիղ գնամ Բաղրամյանի անկյունում, Սայաթ-Նովա Բաղրամյան, աչից էլ մի հատ են մեքենայա կանգնած են, որ 2 մետր բան չեն, չի են այդ մեծ մեքենաները քաղաքում քշում չեմ հասկանում։ Ինքնահաստատվում են, հա։ Բանը տվեց, կանաչ տվեց, շարժվեցինք, այս ապուշը եկավ, սենց դիմացով, իմ դիմացով գնաց Բաղրամյան, աչ գծից։ Ես էլ սենց հարեցի։ Հալա լավա ես շատ արագ չէի գնում, թե չխփեինք։ Սա գնաց ընդեղ կանգնեց, ինձ ձեռով սենց անում էլ կանգնի։ Հետո։ Դե բարձացա այն Կոմիտասի արձանը, որ կա դրա մոտ կանգնեցի։ Մի հատ 2 մետրանոց մարդ եկավ սենց։ Ես այնց մեքենա սենց վերցնալու շպրտի հետ արձանն էլ ջարդի մեքենաս էլ։ Ես էլ դուրս չեմ եկել նստած եմ։ Ինչքան մոտեցավ, այնքան երևի ինձ ճանաչեց, ման փուքսի չափան, բայց վայ ախպեր ջան, կներես էլի ցավը տանեմ կարող են ինչ-որ ասում եմ, հա բայց եթե ես քշեի խփելու էի քեզ, հետո աչից գնում ես սաղ ես մտնում, լավ, բայց սենց չպետք է անեիր էլի, ես էլ չանեի, չէ պրոստը որ կողք սաղ չի կերպի հետ չեր էլի որ սենց ան, վայ մամա ջան, կրթության պակասն է։ Պարոն Ծատուրյան, որ ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, ձեր կյանքի որ փուլում ինչ կփոխեիք։ Մի բան կփոխեիք։ Չէ, այդպես խելոք բաներ ես չեմ հասկանում։ Դե եթե հնարավորություն էլի կյանք այ գնացել լավ անում, սենց է գնում։